երբևէ մտածել եք ինչքան գումար եք ծախսում, երբ որ հիվանդանում եք։ Այս ժամանակակից վիրուսների մասին է խոսքը։ Էլ չասեմ այն տանջանքները, ինչի մեջ որ անցնում եք, Աստվածաշանի բարդացումները, որոնք որ կարան լինեն։ Ես ինքս անցած տարի այդ ամենի մեջով անցել եմ եւ այն ժամանակը որ դուք կորցնում եք ու շատ կարեւոր անելիքներ ուղղակի չեք կարողանում անել, քանի որ վիճակի չեք։ Իմ փորձով ասեմ, անցյալ տարի դա ես տանից եմ աշխատում, երեխեքիս տալիս էի մուլտիվիտամիններ, վիտամին C, բրոնխները ամրացնող միջոցներ, տարբեր սննդային հավելումներ էի տալիս, դե պլյուս դրան սննդակարգը տեղին մենք ժամով ենք սնվում, մրգի ժամ ունենք, մի խոսքով։ Ու ինչ ստացվեց։ Ստացվեց այնպես, որ երեխաները վիրուսը վերցրեցին, իրանք տարան շատ թեթև ոտքի վրա։ Իհարկե սննդային հավելումների օգնությամբ ես կարողացա այնպես անեմ, որ իրանք ոչ մի բարդացում չունեցան այդ վիրուսներից, ոտքի վրա թեթև տարան ու պլյուս դրան, եթե այլ երեխաներ ավելի հաճախակի էին հիվանդանում, իրանք չէ։ Իրանք վիրուսը բերեցին տուն ու ես հիվանդացա շատ ծանր տարա այդ վիրուսը, իսկ իրանք թեթև։ Ծանր ասվածը, հավատացեք, մի ամիս տանջվել եմ, բարդություններ ատվել ու այդ նրա համար, որ ես չէի օգտագործում սննդային հավելումներ, մտածում եմ, ես ճիշտ սնվում եմ, իմ սննդակարգը նորմալ է, շատ բուրսումներ չեմ անում, չեմ շփվում մարդկանց հետ, նորմալ է, ես վիրուսը չեմ վերցնի։ Անցյալ տարի այդ նույն ժամանակահատվածում մեծ առիթի էի, ու մեծ առիթ ասելով երևի ամենաշատը 200 հոգանոց առիթի էի, իսկ այս տարի միջոցառման էի, որտեղ 3000-ից ավել մարդ կար։ Ու հենց այդ սննդային հավելումների շնորհիվ ես այդքան վիրուսի մեջ գտնվելով ես էլ ոտքի վրա տարա ու հասկացա այդ ինչ լավ բան է, երբ որ դու վիրուսը տանում ես ոտքի վրա առանց լուրջ բարդությունների, դու զգում ես, որ վիրուսը մեջը տա, բայց ես սննդային հավելումները ինձ հետ հավասար պայքարում էինք վիրուսի դեմ։ Մենք հաղթեցինք այդ վիրուսին, հեսա այսօր տնօրենների ժողովի էի ու բարեբախտաբար վիրուսը հաղթահարած արդեն։ Ինչ եմ ես օգտագործել պարբերաբար։ Վիտամին C ցինկով։ Ինչեմ ասի խմել եմ մուլտիվիտամիններ, որոնք տվել եմ երեխեքին օգոստոսին, որ սեպտեմբերին գնան դպրոց չհիվանդանան։ Ես խմել եմ վիտամին C ցինկով, քանի որ